Պարոն Բաբաջանյան, դուք ձեր Facebook-յան էջում հրապարակել եք մի տեղեկություն, ըստ որի Միացյալ Նահանգների եւ Բրիտանիայի հատուկ ծառայությունների, հետախուզական ծառայությունների օժանդակությամբ, մասնակցությամբ Հայաստանում մի նոր արտաքին հետախուզական ծառայություն է ստեղծում։ Խոսքը ինչի մասին է, ներկայում գործող արտաքին հետախուզական ծառայության մասին է, թե այլ բանի մասին է։ Ոչ, ազգային անվտանգության ծառայությանն առընթեր նոր արտաքին հետախուզական ծառայության մասին է։ Ես գիտեմ նաև, որ վարչապետը այսօր դրան անդրադարձել է։ Եվ հերքել է։ Այո, գիտեմ, որ հերքել է։ Ես պնդում եմ, որ Միացյալ Նահանգների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները եւ նաեւ Մեծ Բրիտանիան ահռելի աջակցություն են ցույց տալիս Հայաստանի կարողությունները ավելացնելու հետ ուղղությամբ հետախուզական այն գործառույթները, որ Քրիստինե Գրիգորյանն է իրականացնում եւ այն պարտականությունները, որ դրվելու են նոր այս ստորաբաժանման վրա, բոլորովին տարբեր են։ Այդտեղ հատկապես ընտրություններին ընդառաջ կիբեր անվտանգության, հիբրիդային հարձակումների, ներդրումների պաշտպանության, տվյալների պաշտպանության դες կարևոր գործառույթներ են դրվում։ Ընդհանրապես ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը ավելի ու ավելի խորացնում է համագործակցությունը անվտանգության մարմինների հետ, հատկապես Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, գիտեք, պետական պահպանության մեր վերջին այսպես ձևավորված մարմինները եւս Միացյալ Նահանգների գործուն աջակցությամբ եւ տեխնիկապես, եւ գիտելիքներով, եւ հմտություններով, եւ կարողություններով կարծում եմ արդեն համապատասխանում է նաեւ անհրաժեշտ այն պահանջներին, որ Հայաստանի առջև կա։ Պարզապես ինչու ստեղծել ԱԱԾ-ում նման մի մարմին ստորաբաժանում, երբ տարիներ առաջ, 1-2 տարի առաջ կամ առնվազն 3 տարի առաջ դա ԱԱԾ-ից հանվեց եւ առանձին կառույց որպես ձևավորվեց։ Կարծում եմ, որ ԱԱԾ-ում եւս լուրջ տրանսֆորմացիաներ են այս պահին, հատկապես վերջին նշանակումը եւս դրա խոսուն վկայությունն է։ Իմ տպավորությամբ վարչապետը փորձում է ԱԱԾ-ն եւ ԱԱԾ-ին նոր այսպես նշանակություն հաղորդել, կար մինչեւ շատ վերջերս տպավորություն, որ ԱԱԾ-ից այսպես ստորաբաժանումներ են դուրս բերվում, որտեղ կա խորը անվստահություն ԱԱԾ-ի նկատմամբ։ Անդրանիկ Սիմոնյանի նշանակումից հետո ես տեսնում եմ, որ քայլեր են իրականացվում, այսպես գործառույթներ եւ կարևոր նոր ֆունկցիաներ ավելացնելու ԱԱԾ-ին փոխանակ ընդհանրապես կազմալուծելու, որտեղ տպավորություն կար, որ այդ ստորաբաժանումները վարչապետին առընթեր մարմիններ դարձնելուն զուգահեռ նպատակ կա ընդհանրապես հրաժարվել ԿԿԲ-ի մնացորդ ԱԱԾ-ից։ Հիմա կարծես այս նոր նշանակումը վերադարձնում է նաև ԱԱԾ-ին այն նշանակությունը, որ ինքը պիտի ունենա իրապես ազգային անվտանգության ծառայություն լինելու, ես հույս ունեմ իհարկե, որ այնտեղ եւս վեթինգ տեղի կունենա, բարեվարկության ստուգումները անհրաժեշտ եւ պատշաճ մակարդակով կարվեն եւ ընդհանրապես Ռուսաստանի հետ հատկապես կապերի առումով բծախնդիր մոտեցում կցուցաբերվի եւ այդ կարևոր մարմինը կկատարի իր արժեվ դրված խնդիրները։ Դուք կարծում եք, որ հատկապես ընտրություններից առաջ հնարավոր է ինչ-որ տեղեկատվական, այսպես ասած, խնդիրներ առաջանան Հայաստանում այլ պետությունների միջամտությամբ։ Ես չեմ կարծում, հիմա մենք այդ սպառնալիքների առջև ենք եւ այլ պետությունների կողմից, այդ թվում նաեւ Ադրբեջանի, Ռուսաստանի ուղիղ միջամտություն կա մեր տեղեկատվական միջավայրի վրա եւ ես կարծում եմ, որ այդ ավելի ինտենսիվանալու է Ադրբեջանի միջամտությունը ինչպես է դասավորվում։ Հատկապես իրենք ներկա են մեր մեդիա տարածքում, մեր սոցիալական ցանցերում։ Չէ, եթե ռուսականի դեպքում կարող ենք ասել, որ Ռուսաստանից ֆինանսավորող ՀԿ-ները հայերեն անունով էջեր են պատրաստում եւ հայկական մեդիա տարածքում, սոցիալական մեդիայի միջավայրում իրենք դերակատարություն են վերցնում եւ հասկանում ենք, որ շատերը անհրաժեշտ որակի գրագիտություն չունեն, որպեսզի զանազանեն կամ
բարձեն դրա աղբյուրը կամ ուրեմն դրա պատասխանատուներին եւ հասկանալիորեն դա կարող է ուղղակի ծայրահեղ վտանգավոր հետևանքներ ունենալ։ Դա եղել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, շատերը չեն պատկերացրել, թե ինչ ծավալներով Ադրբեջանը նախապատրաստական աշխատանք է կատարել նաև տեղեկատվական ճակատում պատերազմ վարելու։ Հիմա գոնե մեր առաջ կանգնած այս ընտրությունները որպես մեծ փորձություն, քննություն, կարծում եմ անհրաժեշտ է նաև Մոլդովայի փորձը հաշվի առնելով, իդեպ Մոլդովայի պատկան մարմինները եւս ինտենսիվ համագործակցում են Հայաստանի կառավարության հետ, հատկապես ստրատեգիական հաղորդակցության պատասխանատուների միջև վերջերս գիտեք վարչապետի Նարընթեր այդպիսի պաշտոնյա է նշանակվել, որը շատ սերտ աշխատում է Մոլդովայի իր գործընկերոջ հետ եւ ըստ էության նրանց փորձը մենք փորձում ենք այստեղ կիրառել ու դա շատ լավ է։ Պարոն Բաբաջանյան, Ռուսաստանից մի հետաքրքիր տեղեկություն է եկել, արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարում է, որ Երևանը ցանկանում է իր երկրի ներկրվող ռուսական ցորենի առնվազն մի մասը փոխարինել ուկրաինականով եւ դա ասում են, որ մեջբերեմ հայերը քաղաքական նպատակներից ելնելով ցանկանում են պոկվել Մոսկվայից եւ իրենց անհրաժեշտ հացահատիկի մի մասը ձեռք բերել Ուկրաինայից, խնդիրը սակայն այն է, որ ուկրաինական ցորենը մոտ 50%-ով ավելի թանկ է եւ ըստ գերատեսչության դա արվում է Հայաստանը ցանկանում է որ ԵՄ-ին ինչ որ հաջողանա, դուք սա ինչպես եք մեկնաբանում եւ գիտեք այս ծառայության ղեկավարը ով է? Նարիշկինը, մի ալկոգոլիկ, իդեպ Տաշիր Կարեն Կարապետյանի մոտ ընկերը, ում աղջիկը երբեմն գալիս է նաև Հայաստան, իրենց տանն է հանգստանում Հայաստանում, սա որպես տեղեկություն։ Այս մարդը, այո, իրենք ընտանիքներով շատ մոտ են։ Դա ինձ պատմել է Կարեն Կարապետյանը, որ իրենք ընտանիքներով շատ մոտ են, դեռ այն ժամանակ, երբ նա Պետդումայի խոսնակն էր։ Բայց ավելի առաջ գնալով այս մարդը նաև մենք տեսանյութեր ունենք Նավալնիի հրապարակումների համաձայն, մարդը ադրբեջանցիների ուղիղ այսպես ձերքին նայող, նրանց հրավերով շոքեբաղնիկներ այցելող պաշտոնյա է։ Ես իհարկե ուզում եմ, որ Հայաստանը իր գերկախվածությունը Ռուսաստանից նվազեցնի։ Մենք 80%-ով կախված էինք ցորենի ներկրումը կատարում էինք Ռուսաստանից։ Ես կարծում եմ, որ մենք Ռուսաստանից էլ պիտի ներկրենք իհարկե, բայց պիտի ղազախական, ուկրաինական, կանադական, ինչու՞ չէ, եթե էժան է, եթե մենք կարողանում ենք ճանապարհների հարցը լուծել, լոգիստիկ խնդիրները լուծել, ինչքան քիչ մենք կախված լինենք մեկ երկրից, այնքան լավ։ Բայց իհարկե ես հիմա շատ մարզեր եմ այցելում, մեր գլխավոր խնդիրը պիտի լինի այդ 20% սեփական արտադրությունը ավելացնել, գոնե դարձնել կես 50%-ով։ Մնացածը կարող ենք ներկրել դրսից եւ ռուսներին պիտի ուղղակի հորդորել, որ իրենք չանհանգստանան։ Կարծում եմ սա Հայաստանի սուվերեն որոշումը պիտի լինի եւ դա բացառապես մեր իրավազորության հարցն է։ Պեսկովն էլ է ադրբեջանցիների ազդեցության տակ, որովհետև նա էլ ասել է, որ արտաքին հետախուզության ծառայությունը հենց այնպես հայտարարություններ չի անում։ Դե ես հասկանում եմ, որ վերջին օրերին գիտեք Զախարովան հայտարարություններ արել, պատրաստակամություններ հայտնել, օրինակ հայ գործընկերների հետ քննարկել հիբրիդային հարձակումների, հիբրիդային պատերազմի վերաբերյալ հայաստանցի պաշտոնյաների վերջին հայտարարությունները, հասկանում եմ, որ ռուսները ավելի ու ավելի հասկանում են, թե որքան լուրջ է ընդհանրապես Հայաստանի հեռացումը Ռուսաստանից, հատկապես Կենտրոնական Ասիայի 5 պետությունների ղեկավարների հանդիպումը Թրամփի հետ ավելի ու ավելի որոշակիացնում եւ հեռանկարային է դարձնում Միացյալ Նահանգների ներգրավվածությունը մեր տարածաշրջանում եւ բնականաբար ռուսները հիմա բոլոր հնարավոր տարբերակներով, սպառնալիքներով, զգուշացումներով, խնդրանքներով փորձելու են ուրեմն ավելի ու ավելի մոտենալ, մերձենալ Հայաստանին, չնայած իրենք ավելի խրվելու են ուկրաինական պատերազմի մեջ, այնպես որ պետք չի անհանգստանալ, պետք է զբաղվել սեփական կարողությունները ամրացնելով, մեր արտադրողականությունը, մեր բազային կարողությունները, թեթև արդյունաբերություն, ծանր արդյունաբերություն,
պատշաճ աշխատատեղեր, բարձր աշխատավարձեր, սրանք են մեր ժողովրդի այսօրվա հուզող հարցերը։ Ես ձեզ ասեմ, որ մարզերում, գյուղերում ոչ մեկի հոգը չէ Պեսկովը, Նարիշկինը, Քոչարյանը, Սերժը եւ Կաթողիկոսը։ Մենք այնտեղ ուրիշ առաջնահերթություններ ունենք ու իշխանությունները անհաղորդ են այդ առաջնահերթություններին։ Իշխանությունները պատրանքներով են խաբվում, իրենք չգիտեմ ինչ որ կրթվելու ծրագրերով գնում են մարզեր, բայց պարզվում է, որ այդ մարզի իրական ներկայացուցիչները գյուղական համայնքների պարզ մարդիկ քաղաքացիները չեն մասնակցում այդ հանդիպումներին, որովհետև նաև կարծես մերժում են եւ արհամարհում են ընդհանրապես քաղաքականության հետ կապված բոլոր դերակատարներին։ Ու մեր պարտականությունն է այդ մարդկանց հետ հնարավորինս շատ խոսել, այդ մարդկանց հույս տալ ապրելու, որտեվ փաստորեն ընդամենը 7 տարվա մեջ հիասթափության այնպիսի ծավալներ են ըստ փաստորեն միջազգային սոցիոլոգիական հարցումների 61% մենք բնակչության տոտալ մերժող այսպես տրամադրություններ ունենք քաղաքական բոլոր սուբյեկտներին։ Պարոն Բաբաջանյան, ինչու ըստ ձեզ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սինխրոն հարցազրույց տվեցին եւ գրեթե նույն թեմաներին անդրադարձան։ Բայց սինխրոն դուք մոռանում եք օրինակ նաև Բայրամովին, կարծում եմ Բայրամովը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, Ալիևը ինչ որ հայտարարություններ արեց, կարծում եմ այս բոլորը մեկ ընդհանուր շղթայի մաս է։ Օրինակ, եթե դա կապենք նոյեմբերի 9-ի 5-րդ տարելիցի հետ, ես էլ ձեզ կհարցնեմ, իսկ ինչու 4-րդ տարելիցին նույն սինխրոնությամբ եւ հետեւողականությամբ ժամերով չէին խոսում եթերում։ Հասկանալի է, որ առաջիկա ընտրություններում այս մարդիկ դերակատարություն ունենալու սեփական այսպես ներկայությունը եւ իրենց սատարող քաղաքական ուժերի այսպես նշանակությունը ընդգծելու անհրաժեշտության առաջ են եւ դրանով եմ բացառապես բացատրում եւ նաեւ այն նարատիվները, որ իրենք ոչ մեկ անգամ շրջանառեցին, կարծում եմ դրանք էլ հանձնարարություններ են Ռուսաստաններից, որ ուրեմն պետք է նարատիվները շարունակեն մնալ ռուսական, այսպես պրոռուսական ուժերի հիմնական տանող գիծը քաղաքական։ Այլ բացատրություն չկա։ Տեսեք, Բայրամովը մանրամասներ է բացահայտում, ասում է, որ Նիկոլ Փաշինյանը մեկ ասում էր, որ ժամանակ տվեք, մի կրակեք, այս հարցը կլուծենք, բայց ասում է 1 տարի անց լրիվ դիրքորոշումը փոխեց, ուրիշ բաներ ասում։ Նիկոլ Փաշինյանը սրանի պատասխան դա ասում ենք այն ժամանակ արտգործ նախարար չէր, բանավոր չեմ պատասխանում։ Ընդդեղից լուրջ մեղադրանքներ կա, ասում եմ մենք զեկույց ենք պատրաստել եւ միջազգային հանրությանը ներկայացրել հայկական կողմը ինչ քայլերի է դիմել, հիշում են Տավուշյան դեպքերը, համահայկական խաղերը, Նիկոլ Փաշինյանի Արցախ-Հայաստանը եւ վերջ հայտարարությունը, բայց սրան արձագանք չկա, ինչու՞։ Դե չգիտեմ ինչի չի արձագանքում, բայց ես հասկանում եմ, որ ինքնին եւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները եւ ընդհանրապես այդ սուբյեկտների ներկայությունը մեր քաղաքական դաշտում ուղղակի ավելի ու ավելի ամրապնդում է Ալիևին այս տարածաշրջանում, Ալիևի դիրքերն է ավելի ամրապնդում մեր բանակցային գործընթացում, ըստ էության հատկապես Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները տարածքային այսպես նկրտումների վերաբերյալ Հայաստանից դուրս Թուրքիայից կամ Վրաստանից հավանաբար Իրանից հուսամ տարածքային պահանջներ չկան։ Չէ, գուցե Արցախը նկատի ուներ։ Դե ասում, բայց չի մասնավորեցրել։ Գուցե իհարկե վստահ եմ, որ Արցախն էլ նկատի ուներ, բայց ասել, որ օրինակ Հայաստանը ինքը իրենով ոչինչ չի ներկայացնում 29743 քառակուսի կիլոմետրի սահմաններում եւ իր արժեքը եւ նշանակությունը իր նկրտումների եւ հավակնություններն են կամ դրա դիապազոնը,
սա ուղղակի մի ողբերգության մասին է խոսում, որ այդպիսի պատուհասը ուղղակի ընդհանրապես Հայաստանի ղեկավար է եղել, բայց առաջ գնալով դրա մեջ շատ չափազանց վտանգավոր տարրեր կան այն իմաստով, որ ամբողջովին հիմնավորում են որպես նաև ընդդիմություն, որպես ինստիտուցիոնալ ընդդիմություն հիմնավորում են Ադրբեջանի այն նարատիվները, այն հռետորաբանությունը, որ հայերը ռևանշով կարող են նորից ուրեմն փորձել վերադառնալ եւ այդ իմաստով Ալիևը եւ ադրբեջանցիները ես գիտեմ որ միջազգային հանրության գործընկերների հետ անդադ խոսելիս վկայաբերում են նաեւ այսպես կոչված խորհրդարանական ընդդիմությանը որպես իշխանության պոտենցիալ հավակնորդ որոնք խոսում են տարածքային պահանջների մասին Ադրբեջանի նկատմամբ, մի բան, որը ավելի ու ավելի թուլացնում է մեր դիրքերը, հատկապես ընտրություններից առաջ, մենք հասկանում ենք, որ եւ որպես ընդդիմություն սրանք նվեր են Ալիևին եւ առավել եւս որպես իշխանություն, ամբողջությամբ լեգիտիմացնելու է Ադրբեջանի գործողությունները Հայաստանի նկատմամբ։ Հասկանում ենք, որ այս հայտարարություններով եւ այս հռետորաբանությամբ հայկական կողմը Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ավելի նվազ կարողունակ են դարձնում Հայաստանի։ Բայց Քոչարյանն ասում է, ես հզորության Հայաստանը հզորացնելու ծրագիր ունեմ, ասում ես քիչ է միայն ամերիկյան երաշխավորությունը, մեզ պետք է Ռուսաստանի երաշխավորություն, Չինաստանի, պետքա թրիփի երկարությունը ընդարձակել, հասնել մինչև Թուրքիա այդ երկաթգծին, ասում են ոչ երաշխիքները կայուն լինեն, ասում են ինչու մեկին ունենալ, եթե կարելի է 3 երաշխավոր ունենալ։ Իհարկե, բայց պիտի հետաքրքրություն լինի դրա նկատմամբ։ Մենք տեսել ենք, որ չինացիները չունեն առանձնահատուկ հետաքրքրություն, առավել եւս որ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը չեն կարող միևնույն ժամանակ հետաքրքրված լինել։ Ես ձեզ կարող եմ հիշեցնել, որ այդ խոսակցության ուղիղ մասնակից եմ եղել Միացյալ Նահանգներում, Ատլանտյան խորհրդում քննարկում է եղել, որտեղ առաջին անգամ ինձ առաջարկվել է քննարկել պատկան մարմինների հետ ընդհանրապես արևելք արևմուտք տրանսպորտային ուղիների բացման հնարավորությունը, ինչը ես այդ պահին անհեթեթ էի համարում, դա 2021 թվականի նոյեմբերն էր։ Իդեպ նոյեմբերի 16-ը, երբ Իշխանասարի վրա կար ուղիղ հարձակում։ Ես այդ ժամանակ ամերիկացիների հետ բացառապես խոսում էի Հյուսիսարավի մասին, իրենք ասում էին, որ Հյուսիսարավը իրենց հետաքրքիր չի, իրենց հետաքրքիր է արևելք արևմուտքը։ Եվ ընդամենը 4 տարի հետո մենք արդեն տեսնում ենք գետնի վրա այս ծավալի հետաքրքրություն ամերիկացիների։ Ասեմ, որ այդ ժամանակ կառավարության նիստում, եթե հիշում եք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ խոսեց արևելք-արևմուտք տրանսպորտային լոգիստիկ կոմունիկացիաների ապաշրջափակման պատրաստականության մասին եւ խոսեց, որ աշխարհի ուժային կենտրոններին հրավիրեց մեր տարածաշրջան, ովքեր կարող են հետաքրքրված լինել այդ լոգիստիկայի ապաշրջափակմամբ, այդ ճանապարհների ապաշրջափակմամբ։ Նշեց հատուկ Եվրամիության, Չինաստանի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների անունները։ Ռուսաստանը մի պատկերացում ուներ այդ ճանապարհի նկատմամբ։ Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի տրամաբանության մեջ իրենք ամբողջական պիտի վերահսկեին այդ ուղին եւ դրան ուրեմն պիտի հաղորդվեր արտատարածքային ուրեմն միջանցքի բնույթ։ Միացյալ Նահանգները մեզ հետ բոլորովին այլ քննարկում ծավալեց, այլ որակի բանակցություններ ընթացան, հատկապես հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության այդ կանոնադրության մեջ ամրագրված տարածքային ամբողջականության սկզբունքը եւ նաեւ խաղաղության խաչմերուկին աջակցությունը Միացյալ Նահանգների ամբողջությամբ փոխեց այս խոսակցության էությունը եւ կարծում եմ որ Հայաստանի ընտրությունը միարժեք է, այդտեղ Միացյալ Նահանգները միայնակ չի, գիտեք, Եվրամիությունը եւս հայտարարել է իր պատրաստակամությունը մասնակցել այդ ծրագրերին, ավելին Մարագոսը շաբաթներ առաջ հենց Սյունիքից հայտարարեց, որ իրենք պատրաստ են ֆինանսավորել այն պայմանավորվածությունները, որ Միացյալ Նահանգները կկայացնի Հայաստանի հետ։ Հիմա այս պահին ես նախորդին անդամակցության խորհրդի քարտուղարի հետ եմ հանդիպել երեք, շատ ինտենսիվ քննարկում են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կողմից կոնսորցիումի հարցերը, թե ինչպես է ձևավորվելու այդ ընկերությունը, ինչ մասնաբաժնով եւ ինչպես է Հայաստանը։ Եվ նորություն կա խորհրդային երկաթգծերն են
երկաթգծերի այդ երկաթուղու, հա, Ինչը շատ լավ է, որովհետև ըստ էության ստացվում է, որ ոչ մի նոր ենթակառուցվածքների, այսպես անհրաժեշտություն չի առաջանա եւ եղածը օգտագործելը մեծ ժամանակ կխնայի։ Եվ դա էլի է հարավկովկասյան երկաթուղուն է պատկանելու այդ նոր երկաթգծերը, որոնք թրիփի շրջանակներում լինելու են։ Երկաթգծի խորհրդայինը չի նշանակում, որ իրենք կարող են շարունակել որպես օպերատոր լինել, մանավանդ իրենց պայմանագիրն էլ վերջանում է 2027 թվականին, հետեւաբար կարծում եմ, որ օպերատորը չի կարող ռուսական ընկերություն լինել, որը միջազգային պատժամիջոցների տակ է։ Այստեղ կարծում եմ պետք է հնարավորինս բանակցել, նոր որակյալ օպերատոր բերել, որպեսզի եւ ժամանակի եւ որակի խնդիր չունենանք, որտեղ գիտեք հարավկովկասյան երկաթուղիները այդ իմաստով կաղում է եւ անհրաժեշտ բայց կարծում եք հրաժարվեք, որովհետեւ խոսեցին կոռուպցիայի մասին, խոսեցին մի քանի տարի առաջ եւ Լավրովի մեկ նախադասությունը բավարար եղավ, որ դա մոռանան Հայաստանը։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես քաղաքական չկա հրաժարվելու օպերատորից։ Վստահ եմ, որ չկա եւ դա անհանգստացնող ամենալուրջ հարցերից է։ Այդ ժամանակ ճիշտ ասած հարավկովկասյան երկաթուղիներից նաեւ աշխատակիցներ էին մեզ մոտենում եւ տալիս էին ներքին այնպիսի տեղեկություններ, որոնք խայտարակ ապօրինությունների մասին էին վկայում, իսկ գիտեք պաշտոնապես հաստատվեց միլիոնավոր 100 միլիոնին մոտ խախտումներ, այդ կոնցեսիոն պայմանագիրը խայտարակի դեպ, որը կատարվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ Անդրանիկ Մանուկյանի ուրեմն կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի ձեռամբ, մի փաստաթուղթ, մի պայմանավորվածություն, որը փաստորեն որևէ պարտավորություն չի դնում այդ ընկերությանը շահույթով աշխատել եւ դրա վնասները կրում են եւ վճարում են այդ վնասների համար Հայաստանի հարկատուները ըստ էության մի պայմանավորվածություն, որը առաջին օրից 2007 թվականից այդ ընկերությանը չի մղել որևէ ներդրում անել, որը կարող է շահույթ ապահովել երկաթուղու, որտեվ դրա իմաստը չեն տեսել։ Իսկ այն իրադարձությունները, որ դուք վկայաբերում եք հեղափոխությունից հետո հատկապես Լավրովի այդ հայտարարությունը խոսում է այն մասին, որ վախերը գործող իշխանություններին թույլ չեն տալիս հայտարարություններից անդին իրական գործողություններ անել։ Վախ ռուսներից, վախ թուրքերից, վախ ամերիկացիներից, եվրոպացիներից այդ ներքին այդ վախերը պարալիզացրել են բանականությունը եւ դա իր հերթին նաեւ մտքի, կամքի կոռուպցիա է առաջ բերում։ Ու այո, ես համաձայն եմ, որ այդ իմաստով մենք պիտի վերադառնանք երկաթուղուն, ինչպես հեծն է հիմա դարձել ուրեմն պետության կողմից աուդիտ անցկացնելու ըստ էության հրամայականի առաջ եւ Գազպրոմը եւ երկաթուղին ընդհանրապես ռուսական կապիտալով Հայաստանում աշխատող բոլոր ձեռնարկությունները կոռուպցիայի այսպես փունջ են եւ կծիկ։ Պիտի դառնան դրանք մեր ուշադրության առարկան։ Բայց օրինակ երկրորդ նախագահը կարծում է, որ ռուսական տրամաբանությամբ առաջ գնալը հայանպաստ է, օրինակ նա ասում է, եկած չեկան ռուսների հետ հարաբերությունները վատ տարածրեցին, Խաչատուրովին բռնեցին, սկսեցին վարկաբեկել բանակի գեներալներին, ասում է պատերազմի ժամանակ այդքանից հետո հերիք չի Ռուսաստանը հոկտեմբերի 18-ին մի հատ լավ առաջարկ էր անում, դա էլ մերժեցին եւ այսպիսի իրավիճակում հայտնվեցին։ Ինչու այդ լավ առաջարկներին Հայաստանի իշխանությունները չեն գնացել այսպես։ Առաջարկ նկատի ունեք նաև 19 թվականի առաջարկը, թե միայն պատերազմի ընթացքում արված առաջարկը, որտեղ պատերազմի ընթացքում մենք նաև որպես խորհրդարանականներ հանդիպել ենք վարչապետին, ես լավ առաջարկի մասին որևէ տեղեկություն չունեմ, առաջարկը, որը արվել է Հայաստանին իհարկե ստում է։ Առաջարկը, որը արվել է հոկտեմբերին, իր նշած շրջանում, վարչապետը դուք հավանաբար հիշում եք, անվտանգության խորհրդում եղավ հանդիպում, դրան հաջորդեցին ֆրակցիաների հետ հանդիպումներ եւ նաեւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպում եղավ, վարչապետը մեզ հստակ ասաց, որ ես առավոտյան զանգել եմ Պուտինին, հարցրել եմ ինչը կկանգնեցնի պատերազմը։ Պուտինը ասել է կկանգնեցնի միայն Լավրովի պլանի իրագործումը։ Վարչապետը ասել է, որ երեկոյան ինքը կզանգի եւ
կտեղեկացնի իր ուրեմն պատասխանը։ Քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ վարչապետը ասաց, ես ձեզ չեմ հարցնում ինչ անել։ Ես ուղղակի ձեզ տեղեկացնում եմ, որ ես իմ համաձայնությունը տալու եմ Լավրովի պլանին, որտեղ Ռուսաստանի նախագահը ասել է, որ այս պլանը կկանգնեցնի պատերազմը։ Մենք դուրս ենք եկել կառավարությունից, ինքը ասաց ժամը 8-ին տիպ Պուտինի հետ խոսեմ։ Պուտինի հետ խոսում է, ես առավոտյան փորձում եմ հասկանալ ինչ է տեղի ունեցել, ասել է, որ Ալիևը չի համաձայնում։ Ասում եմ, բա դու չես կարողանում այդ հարցը եւ վերջ։ Այսինքն հասկանում ենք, որ ռուսներն էլ հատկապես վերջին, գիտեք, զեկույցը պատրաստելուց հետո Անդրանիկ Քոչարյանը մի քանի հարցազրույց տվեց եւ ակնարկում էր, որ դաշնակիցը ստեղության մոլորեցնող հետախուզական տվյալներ է տվել առաջին իսկ օրից։ Մոլորեցնող հետախուզական տվյալներ տվողը կուզեր օրինակ Հայաստանի համար շահեկան մի պահի այդ պատերազմը կանգ առներ։ Ոչ, մեզ պետք էր ջախջախել, որտեղ խնդիրը Ղարաբաղը չէր, խնդիրը հայկական պետականության Քոչարյանին հայկական պետականության կազմաքանդումն էր։ Այդ առաջարկներ են, որի մասին իդեպ նաև միայն Քոչարյանը չի խոսում։ Խոսում է ՀԱԿ-ը, Լևոն Զուրաբյանն է խոսում։ Իդեպ մենք պատերազմի ընթացքում նաև Լևոն Զուրաբյանի հետ ենք հանդիպել եւ մոտավորապես պատկերացնում եմ ինչ շրջանակներ էին իրենց հետ նաև կապվում ռուսական իրենք ամբողջությամբ ապավինում էին ռուսական միջնորդությանը։ Մենք հասկացանք, որ ռուսների ծրագրերի մեջ այդ 44 օրվա ընթացքում ընդհանրապես չի եղել Հայաստանի համար հարմար եւ շահեկան պահի պատերազմը կանգնեցնել։ Հայաստանը պատերազմը կանգնեցնելու ռուսական միակ առաջարկը եղել է Բելարուսիայի տարբերակով հայկական պետականությունից հրաժարում։ Ուղիղ առաջարկ Վերջերս վարչապետը իր ելույթներից մեկում խոսեց, որ պատերազմի կասեցումը մեզ պիտի արժենար միութենական պետության մաս դառնալ եւ Հայաստանը ուղղակի մեծ արհավիրքից է փրկվել։ Այն որ Հայաստանը չի համաձայնել ռուսական առաջարկներին, կարծում եմ փրկել է Հայաստանին եւ հայ ժողովրդին կործանումից, ավելին իրենք ծրագրել են, եթե չեք համաձայնում այդ պայմաններով, ուրեմն կգնանք ավելի ջախջախիչ, այսպես ելք կապահովենք պատերազմի համար, որի արդյունքում իրենք կասկած չունեին, որ ուրեմն ներքին խմորումների, ներքին զարգացումների արդյունքում Հայաստանը չի դիմանա եւ ուրեմն ստիպված կլինի ընկրկել։ Եվ այդ ռեժիմում մենք ապրել ենք մինչև 2021 թվականի հունիսյան ընտրություններ, եթե հիշում եք, այսինքն ռուսները կարծում էին, որ իրենք այդ ընտրություններով կարողանալու են Հայաստանի հարցերը լուծել, համենայն դեպս նրանք ովքեր ձգտում էին, մենք Փաշինյանին ենք աջակցել, ասեց ընդդիմությունով էր, Զատուլինն էր, կարծում ասեց ընդդիմությունը եկավ, ասեցինք, որ իշխանություններին ենք աջակցում, նման մի միտք բառացի չեմ հիշում, բայց տրամաբանությունը իր ասացի դա է, որ մերժել են Քոչարյանից։ Այսինքն ինչու ռուսները չպետք է ուզեին, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Դե հիմա օրինակ 2021 թվականի մայիսին, երբ որ խոժում էին Հայաստանի տարածք առաջին անգամ, ես խորհրդարանում էի եւ գոնե այդ քննարկումներին մասնակցել եմ, հիշում եմ թե ռուսների այսպես լուր պատասխանը եւ հապկի եւ երկկողմ ձևաչափով ուրեմն պայմանագրային պարտավորությունները կատարելու վերաբերյալ լուրջ ցասում էր առաջացրել քաղաքական շրջանակների մոտ, իսկ մայիսին, եթե հիշում եք, նաեւ դիվանագիտական կորպուսում լուրջ ցնցումներ սկսեցին, ուղղակի Արա Այվազյանը թողեց գնաց իր բոլոր տեղակալների հետ եւ արտգործնախարարությունում մարդ չկար, որ գոնե նախարար նշանակեին։ Եթե հիշում եք, Անվտանգության խորհրդից Արմեն Գրիգորյանին վերեցին, հետո ռուսները չհամաձայնեցին Արմեն Գրիգորյանին, Արադ Միրզոյանին նշանակեցին։ Շատ լուրջ շրջան է եղել եւ իհարկե այդ թույլ վիճակում ռուսները իհարկե կուզեին, որ Նիկոլ Փաշինյանը շարունակեր պաշտոնավարել, եթե չի ստացվում Քոչարյանին բերել։ Բայց կարծում եմ, որ հետագա զարգացումները ավելի ընդգծեցին եւ խորացրին Ռուսաստանի եւ Հայաստանի միջև արդեն այսպես խորացող անջրպետը,
իսկ 2022 թվականի սեպտեմբերից հետո կարծում եմ արդեն ամեն ինչ պարզ էր։ Նոյեմբերին էլ ՀԱՊԿ-ի հայտնի գագաթնաժողովը Երևանյան եղավ, Հայաստանը վերջնական կարծես մոռացավ, որ կարելի է որևէ ակնկալիք ունենալ ՀԱՊԿ-ից, մանավանդ քաղաքական հայտարարություն էր մեր ուզածը, դա էլ չուզեց անել Ռուսաստանը եւ դրան ի պատասխան մեզ պատժեցին դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքը փակելով։ Դրանից հետո արդեն հասկացանք, որ այս ամեն ինչը ռուսների ձեռքով է եղել, իսկ Բայրամովի հայտարարությունը, որ մենք ռուսներին տեղեկացրել ենք Արցախի հարձակման, Արցախի վրա հարձակվելու վերաբերյալ, ես ոչինչ, որ իրենք ռուսներին տեղեկացրել են։ Ամենամեծ խնդրեմը նա է, որ ռուսները հայերին չեն տեղեկացրել, Ստեփանակերտին չեն տեղեկացրել, եւ մենք բոլորովին ուրիշ տեղից ենք Ստեփանակերտում տեղեկացել այդ հարձակման մասին։ Ռազմաբազայում ծառայող հայ զինվորն է տեղեկացել սպասվող Ադրբեջանի սպասվող հարձակման մասին եւ Ստեփանակերտին տեղեկացրել է Սամվել Չհարամանյանը անմիջապես բարձրացել է Շուշի, որպեսզի ադրբեջանցիներից հավաստիանա եւ այնտեղ ռուսներն են ասել, որ հիմա հարձակում է լինելու։ Այսինքն ռուսները նույնիսկ հարկ չեն համարել Ստեփանակերտին պաշտոնական Ստեփանակերտին տեղեկացնել այդ հարձակման մասին։ Դե հասկանում եք, չէ՞ ինչ ասել է 15 մարդիկ հետախուզական տվյալներ ունեն, Թուրքիան եւ Ռուսաստանը միասնաբար նաեւ մոնիտորինգ էին իրականացնում, Ադրբեջանը պիտի տեխնիկա բերեր եւ իրենք այդ մոնիտորինգի իրենց տեխնիկական կարողությունները հաստատ իրենց թույլ էր տալիս ավելի շուտ իմանալ այդ հարձակման մասին։ Ինչու չեն ասել։ Որպեսզի տեղի ունենա այն, ինչ պիտի տեղի ունենա, որպեսզի հայերը չհասցնեն պատրաստվել, հայերը չհասցնեն որոշում այնպիսի որոշում կայացնել, որը կարող է համաձայնեցված լինել Երևանի հետ, որտեղ այդ տեքստը, որ տրվել է վերջում Արցախի հանրապետությունը լուծարելու վերաբերյալ, դա եղել է ռուսերենով եւ ռուսներն ռուսական տարբերակն էր տվել ստորագրելու, հետո հանվեց։ Տվել ստորագրելու, ուրիշ տարբերակ չի եղել։ Ավելին հիշում եք Հայաստանի վերաբերյալ այնտեղ շատ վտանգավոր մի կետ կար, որի վերաբերյալ վարչապետը նույնիսկ հատուկ ուղերձով հերքեց, որ Հայաստանը այնտեղ զինված ուժեր ունի, ինչի մասին Զախարովան հոխորտաց, խոսեց, որ Հայաստանը այնտեղ սպառազինություն է փաստորեն տեղափոխել, պատերազմից հետո մի բան որ տեղի չէր ունեցել եւ փաստորեն այդ խայտարակ կեղծիքը ռուսները ուղղակի պարտադրել էին, որպեսզի Շահրամանյանը ստորագրի իր Ղարաբաղը լուծարելու վերաբերյալ հրամանագրում։ Պարոն Բաբաջանյան, Նիկոլ Փաշինյանը մի ուշագրավ հայտարարություն արեց լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում։ Նշում է, որ այն իր հայտնի միտքը, որ օգոստոսից սկսած ավելի ինտենսիվորեն կրկնում է, որ Հայաստանի վերահսկողության ներքո ադրբեջանական տարածքներ կան։ Իհարկե լավ է, որ չի մոռանում, որ Ադրբեջանն էլ Հայաստանի ինքնիշխան տարածքներից օկուպացված տարածքներ ունի, բայց այնուհանդերձ այսօր այդ ճշտող հարցերի ընթացքում պարզեցի, որ վարչապետը նկատի չունի այսպես կոչված այդ ճակերտավոր ադրբեջանական անկլավներ կոչվածներն, այլ դրանք լրիվ այլ տարածքներ են։ Սա ինչ է նշանակում, այդ ոչ տարածքներն են, որ ադրբեջանական են եւ Հայաստանի վերահսկողության ներքո են։ Սա վտանգավոր չէ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը։ Ընդհանրապես ես կուզեի, որպեսզի քաղաքական մեծամասնությունը ձեռնպահ մնա այս տեսակ հայտարարություններից, մանավանդ հայտարարվել է, որ այս հարցերը պիտի լուծվեն սահմանազատման, սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի արդյունքում եւ Մայր Գրիգորյանը կարծեմ այսօր նույնիսկ ասաց, որ TRIP-ի ծրագիրը գործարկելու համար տարբեր հատվածներ կարող են սահմանազատվել, սահմանագծվել։ Ես կարծում եմ, որ երկու երկրների միջև գոնե տարբեր հատվածների վերաբերյալ համաձայնեցված քարտեզներ ի հայտ կգան, որոնք անառարկելի կլինեն երկու կողմերի համար էլ, եւ այդ աշխատանքները իրականացնելիս առնվազն մենք կհամոզվենք, որ դրանք լեգիտիմ հիմքեր ունեն։ Եվ մեր կողմից եւ իրենց կողմից շատ պիտի ուզեի, որպեսզի այս ընթացող այս լարվածությանը չավելանան նոր այսպես ցնցումներ առաջացնող իրողություններ, ես չգիտեմ ինչ հաշվարկներ են դրա տակ, այս հայտարարությունների տակ, բայց ես կարծում եմ դնում Ալիևի բերանը, կարծում եմ, իհարկե եւ չեմ հասկանում սրա նպատակը։ Նազմին Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են նվեր Ալիևի համար, Նիկոլ Փաշինյանն էլ ըստ էության պակաս նվեր չէ։ Իր հայտարարությունները, այո, ես ամենավտանգավոր բանը, որ այստեղ հիմա ավելի ու ավելի ընդգծվում է,
Ալիևն էլ Բայրամովն էլ դարել են մեր ներքաղաքական կյանքի կարևոր սուբյեկտներ։ Ոչ միայն իրենք նյութ են տալիս Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ու նրանց շրջանակի համար անընդհատ քաղաքական հայտարարություններով ավելի մեր հասարակությունը այսպես անհանգիստ պահելու համար։ Նաև իրենք են իրենց հարցազրույցներով արդեն ուղիղ դառնում մեր ներքաղաքական կյանքի մաս, ասենք Բայրամովին ու Ալիևին այստեղ ավելի շատ են ցիտում գուցե քան իրենց ենթակա լրատվամիջոցներում։ Ինքը ավելի շատ են Հայաստանի ազգային ժողովի ամբիոնից երևի թե հիշում Ալիևին ու Բայրամովին, քան նույնիսկ իրենց խորհրդարանում։ Եվ մենք հիմա տեսնում ենք, որ ընդհանուր առմամբ նաև առաջիկա հերթական ընտրություններում համապետական ավելի ու ավելի է այս ներկայությունը ընդգծվելու։ Մենք պիտի ամեն ինչ անենք նաև ստրատեգիական այս կոմունիկացիոն, այս նոր մարմինները, որ ստեղծվում են Հայաստանում, պիտի առավել զգուշ լինենք եւ թույլ չտանք, որպեսզի այդ ներգրավվածությունը, որքան էլ իրենք հարցազրույցներ տան, որքան էլ իրենք հայտարարություններ անեն, գոնե ներսում մենք կարենանք առավելապես ուրեմն զգուշ մնալ եւ կանոններին հետևենք այս ժամանակներում, այս Հայաստանի համար ճակատագրական ժամանակներում ավելի պատշաճ վարկ դրսևորել։ Բայց Փաշինյանի այս գործը լավ ոչ ինչի կհանգեցնի, որտեղ մենք Ալիևից, չգիտեմ, նույնիսկ Ադրբեջանում որևէ մեկից, որ չգիտեմ, ԺԵԿ-ի պետի կարգավիճակ ունի, չենք լսի, որ իրենք ասեն Արցախաշենը հայկական է, մենք 200 քառակուսի կիլոմետր տարածքից ավելի տարածքներ ունենք։ Դե իր արխայինությունը իր քաղաքական հաշվարկների հարցն է, ինձ ուրիշ բան է հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է, որպեսզի օգոստոսի 8-ի համաձայնությունները եւ ընդհանրապես օգոստոսի 8-ի խաղաղության գործարքը, այդ նախաստորագրված պայմանագիր եւ այլն, դրանք կախված չլինեն նաեւ երկկողմ ձևաչափով Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված կարևորագույն պայմանավորվածությունները չմնան մի կուսակցության օրակարգ։ Ծայրահեղ վտանգավոր է, որ քաղաքացիական պայմանագիրը միայնակ այդ օրակարգը առաջ տանի։ Միջազգային գործընկերների հետ մեր շփումներում այս պահին ամենաշատ մտահոգություն առաջացնող հարցը նա է, որ օգոստոսի 8-ը պետք է դառնա համազգային օրակարգ։ Այսինքն քաղաքական լայն սպեկտր պետք է աջակցի այդ օրակարգին։ Մենք ամենայդեպս այսօր չենք տեսնում, որ այդ ուղղությամբ իշխանությունները անհրաժեշտ աշխատանքը տանում են։ Պետականամետ կամ ժողովրդավարական քաղաքական շատ քիչ ուժեր, այդ թվում նաև մեր կուսակցությունն է, որ աջակցում է այդ օրակարգը, եւ իհարկե մենք մեր շփումներում անընդհատ խոսում ենք այդ օրակարգի անհրաժեշտության, դրա կարեւորության մասին, իհարկե անհամաձայն ենք իշխանության շատ ու շատ հենց այդ օրակարգին առնչվող շատ ու շատ որոշումների վերաբերյալ եւ բովանդակության, եւ արագության, եւ որակի իմաստով, որ մենք շատ ավելին կարող ենք անել։ Ամերիկացիներին ընդառաջ ավելի արագ կարող ենք գործել եւ դա համապատասխան վերաբերմունք կբերի Վաշինգտոնից։ Բայց իցավ սրտի ասեմ ձեզ, որ ամերիկացիները շատ ավելի արագ են, քան մենք, եւ մենք կաղում ենք մեր կոմպետենցիայի հարցում։ Բայց կներեք, փոխվարչապետի հայտարարությունը հաշվի առնելով, արդյոք չի ստացվում, որ էլի մի հատվածում կլինի սահմանազատում, որը էլի ձեռնտու է լինելու ադրբեջանական կողմի համար, ինչպես որ Գիրանցում եղավ, որտեղ նրանց տարածքները անցան։ Դե տարածքները հիմա մերն էին, թե մերը չէ։ Ամեն դեպքում իրենց համար ձեռնտու եղավ։ Դե օրինակ մի քիչ այն կողմ պետք է մենք ստանանք մի քանի 100 հեկտար տարածք։ Դե ուրեմն հասնենք, վստահ եմ, որ հասնելու ենք այնտեղ։ Հիմա ինձ ավելի հետաքրքրում է, որպեսզի մենք սահմանազատման եւ սահմանագծման օրինակ այդ հատվածի պատճառով մինչև կհասնենք այդտեղ։ Հանկարծ մենք թրիպի հետ կապված ուշացում չունենանք։ Ես ես կարող եմ ուղղակի տեղեկացնել, որ շատ մոտ ապագայում հունվարին, դեկտեմբերին կարող է հիմնարկեքի աշխատանքներ արդեն կատարվեն եւ հիմնարկեքի արարողություն կատարվի հենց Մեղրիի տարածաշրջանում։ Այսինքն ես կարծում եմ, որ նաեւ այս աշխատանքները արագացնելու համար այդ հատվածում կլինեն համապատասխան սահմանազատման, սահմանագծման աշխատանքներ եւ դրանք հաստատապես պիտի հենվեն լեգիտիմ ուրեմն քարտեզների վրա։ Ես չեմ կարծում, որ այդտեղ
արագությունը կամ հատվածական սահմանազատման սահմանագծման աշխատանքների հատվածական այս մոտեցումը կարող է հօգուտ Ադրբեջանի ինչ որ հարց լուծել։ Այդտեղ մեծ սահման Դե իր համար ճանապարհ է բացվում, կհամաձայնվի, ինչպես որ Կիրանցի հետ հատված փոխադարձություն կա։ Ըստ այն պայմանավորվածության այն գործարքի, որին դուք հղում եք անում, փոխադարձության հարց ունենք։ Այո, անխոչնդոտ եւ փոխադարձության սկզբունքով, որ հայ հանրության համար այդպես էլ միանշանակ վերջնական չբացատրվեց, թե դա ինչ է նշանակում։ Ադրբեջանցիների կողմից գոնե փորձ արվեց որոշակիորեն լույս սփռել, թե իրենք ինչ են հասկանում անխոչնդոտի տակ, եւ դա որևէ կերպ չի նշանակում, որ իրենք առանց ստուգման հայ դեմք չեն տեսնելու իրենց պատկերացումների։ Դե կարող է այն լուծումները, որոնք մենք կամ միջազգային հանրության հետ հիմա բանակցություններում մենք առաջարկելու ենք, որ նրանք հայ չտեսնեն, շատ ավելի ծանր լինեն, քան որ իրենք հայ տեսնեին։ Այսինքն այն տեխնիկական կահավորանքը, որը իրենց շատ ավելի ժամանակատար է լինելու եւ շատ ավելի հոգնեցուցիչ է լինելու, կարող է այդտեղ հայի գտնվելը շատ ավելի իրենց դյուրին դարձներ եւ ավելի քիչ խոչընդոտներ առաջացներ։ Հետեւաբար աշխարհում կան այդպիսի անցակետեր, որտեղ չկան ստուգող մարդիկ։ Մեքսիկայում եմ տեսել, օրինակ, չգիտեմ, Կանադայում այդպիսի բաներ կան, Ճապոնիայում շատ ընդունված են, Եվրոպայում կան, բայց էլի ես ճիշտ ասած լավ չեմ պատկերացնում, որ կարող են այնտեղ մարդ կարող է չլինել, որովհետեւ այդ նշանակում է, որ մենք պիտի Ադրբեջանի տվյալների ամբողջ բազան մարդկանց քաղաքացիների ունենանք, որպեսզի կարողանանք նույնականացնել։ Կտրամադրի Ադրբեջանը։ Այստեղ հարցեր են առաջանում, ենթադրում եմ, որ ոչ։ Հետեւաբար կարծում եմ, որ մարդու ներկայությունը անխուսափելի է այդտեղ։ Բայց այնուհանդերձ պարոն Բաբաջանյան չի ստացվում, որ այս սահմանազատումը ի օգուտ Ադրբեջանի է արվում, հա, որտեղ պիտեղ ինքը տարածքներ ստացավ, այդ տարածքներից մի քանի կիլոմետր այն կողմ այնպիսի իրավիճակ էր, որ Հայաստանը պետք է հսկայական չափի տարածքներ ստանալ այդ բերքաբերի վարելահողերը, դա այդտեղ ընդհատվեց։ Հիմա այստեղ պետք է իր համար ճանապարհ բացվի, հիմա այդ հատվածում են անում, բայց օրինակ Ջերմուկը, Իշխանասարը, այդ հատվածներն, որտեղ մենք առավելություն պետք է ունենանք, այդտեղ չի արվում։ Մտավախություն չկա, որ ինչ որ փուլում այսպես հա կկանգնի, կասեն հանձնաժողովները խորհրդակցում են եւ այդպես հավերժ։ Այդտեղ ես կարծում եմ, որ նոր երաշխավորի Միացյալ Նահանգների գործուն մասնակցությունն է պետք։ Հայաստանը պիտի կարողանա ամերիկացիներին ավելի ու ավելի ներգրավի այս գործընթացի մեջ եւ սա կուզեի որպեսի եվրոպական փորձը հատկապես մենք մեր աչքի առաջ ունենանք, որտեղ ԵԱՀԿ-ն այդպիսի ուղեցույց ունի սահմանազատման, սահմանագծման եւ մենք ավելի ապավինեինք օրինակ այդ ուղեցույցներին եւ որպեսի այսպիսի կասկածներ չլինեն։ Այո, հիմա լեգիտիմ են ձեր բարձրացրած հարցերը եւ կասկածներ ունենալու հիմքեր կան, թեև չեմ կարծում, որ Կիրանցի հատվածում արված սահմանազատման սահմանագծման աշխատանքները մտահոգության տեղ են տալիս։ Այո, հետագա աշխատանքները, այո, պիտի այն հատվածներում լինեին, որտեղ Հայաստանը գուցե ինչ-որ բան կստանար, բայց այդտեղ ես կարծում եմ, որ երկկողմ ձևաչափով պայմանավորվածությունները ավելի ու ավելի կդժվարացնեն եւ այս կասկածները ավելի հիմնավոր կդարձնեն։ Շատ կուզեի, որ անվտանգության կետերն են, այդ բարձր դիրքերը։ Այո, եւ ասել է, որ մենք արդեն լավագույն դիրքերը վերցրել ենք, մնացածը այլևս կարեւոր չի։ Եվ ես անկեղծորեն վերջերս Վարդենիսում էի, Կախակն գյուղում էի եւ տեսել եմ ադրբեջանցիներին ուղղակի այդ գյուղի մեջ կանգնած։ Այսինքն այնքան առաջ են եկել եւ այդ գյուղը ուղղակի 300 հոգանոց գյուղը 50 հոգի է հիմա այնտեղ ապրում եւ այնտեղ կառուցվում է օրինակ 300 հոգանոց աշակերտների համար նախատեսված դպրոց։ Եվ գյուղացիները ինչ կասկածներ ասես ունեն։ Ինչի համար է կառուցվում այդ դպրոցը։ Ենթադրում էի, որ հարակից օրինակ գյուղերի աշակերտները պիտի գան, պարզվեց, որ այնտեղ են կառուցում։ Հիմա եթե պլան չկա, օրինակ այդ գյուղը զարգացնելու։ Իսկ ես կուզեի, որպեսզի այդ դպրոցը կառուցվող լիներ պետության կողմից հանձնառություն, այդտեղ ներդրումներ բերելու, այդտեղ
օրինակ աշխատատեղ ստեղծելու, որպեսզի հեռացածները 2022 թվականի սեպտեմբերին հեռացածները հետ գան գյուղ եւ ուրիշներ էլ գան, որպեսզի հնարավոր լինի իսկապես այդ դպրոցը 300 օր աշակերտի համար նախատեսած այդ դպրոցը ուրեմն ամբողջացնել։ Այս տեսակ հարցեր կան։ Եվ վերջում, պարոն Բաբաջանյան, կամ դուք Facebook-յան գրառում եք արել կամ հարցազրույցներից մեկում եք ասել այս հոգևոր խորհրդի զուգահեռ, որ պետք է այնտեղ նաև կաթողիկոսի հարցը քննարկվի, բայց հայտարարությունը տարածվեց, հետո Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրենն էլ հերքեց եւ ասաց, որ այդ հարցը չի քննարկվել, այդ տեղեկությունը ձեզ որտեղ է։ Ես չեմ ասել, որ Գերագույն հոգևոր խորհրդում ընդհանրապես վեհապարի հրաժարականի մասին պիտի խոսվի, ես ասել եմ, որ պիտի եպիսկոպոսները իրենք ձևավորեն մի մարմին, որը պիտի նախաձեռնի եւ առաջնորդի այս իրավիճակից դուրս գալու օրակարգը։ Փառք Աստծո, որ արդեն ձևավորվել է այդ եպիսկոպոսների խումբը, այսօր դա կոնկրետ հարցով է ձևավորվել։ Չէ։ Եթե նկատի ունեք Արշակ Սրբազանի, չէ, ամենևին։ Ես ասեմ, որ կառավարության հետ կա արդեն պայմանավորվածություն, առաջիկայում հավանաբար վարչապետի հետ հանդիպում կլինի մի խումբ եպիսկոպոսների, որոնց մեջ կլինի նաև Խաժակ Սրբազանը։ Ես գիտեմ, որ կաթողիկոսը ցանկություն ուներ, որպեսզի Խաժակ Սրբազանը բացառապես հանդիպի վարչապետի հետ, որտեղ կաթողիկոսի ներկայացուցիչն է Վատիկանում, որի հետ վարչապետը արդեն առիթ ունեցել էր վերջերս Վատիկանում զրուցել, բայց եպիսկոպոսները համառել են, որ իրենք ավելի լայն շրջանակով են ցանկանում այդ հանդիպումը ունենան, եւ իհարկե կաթողիկոսը դեմ էր եղել այդ հանդիպման հնարավորությանը։ Ես հույս ունեմ, որ վեհապարի ցանկության չեն ականջալուր լինի եպիսկոպոսները եւ այդ հանդիպումը տեղի կունենա եւ իհարկե չեմ կարծում նաեւ, որ այդ հանդիպման արդյունքում շատ արագ այսպես հրաժարականների հարց պիտի քննարկվի։ Իհարկե համոզված եմ, որ Արշակ Սրբազանի պաշտոնավարումը այլևս որևէ կերպ բացատրություն չունի եւ հիմնավորում չունի, եթե Տեր Արամին կարգալույծ եք անում, առնվազն այդ հրապարակված տեսանյութից հետո պիտի սառեցվեր կամ կախակայվեր Արշակ Սրբազանի պաշտոնավարումը եւ որպես եպիսկոպոս, եւ որպես դիվանապետ, դա շատ վտանգավոր է։ Եվ վերաբերմունքը եւ վեհապարի եւ Արշակ Սրբազանի այդ տարածված տեսանյութին ավելի ինձ համոզեց, որ մենք շատ դժվար եւ շատ ծանր որոշումների առաջ ենք կանգնելու եկեղեցում ու դա եւս նպաստեց, ավելի խորացրեց համոզումը շատ եպիսկոպոսների մոտ, որոնց ես անձնապես եմ ճանաչում եւ իրենց հետ հիմա էլ շփումների մեջ եմ, կապի մեջ եմ, ավելի մեծացրեց շրջանակը այն համոզված եպիսկոպոսների, որ այսպես հնարավոր չի շարունակել։ Չէ, բայց նա ասել է ես չեմ տեսանյութում, քննչականն էլ միջև հիմա փորձաքննություն չի արել բացելու համար։ Ես չգիտեմ ինքը ինչ է ասել, ինքը ընդհանրապես պիտի որովհետեւ դուք ճանաչեցիք ազնվորությունը։ Տեղ պիտի փնտրեր հիմա մարդկանց ուղակի աչքին չերևալու։ Ավելի չեմ ուզում ասել։ Ինքն է, դուք պնդում եք, որ ինքն է։ Ես որևէ բան չեմ ուզում պնդել։ Այն ինչ որ տեսել եմ, Արշակ Սրբազանն է տեսել։ Ես այն ինչ որ տեսել եմ, դրանից հետո Արշակ Սրբազանը ուղղակի պիտի գեդինը մտներ, ոչ թե հաջորդ օրը թափորի մեջ այսպես ծիծաղելով մասնակցեր պատարագին։ Սա շատ տխուր փաստ է եւ ես նաեւ իրենց ընտանիքի հետ կապ ունեմ ու այդ ամեն ինչը իմանալով եմ ասում, ավելին չասելու համար։ Չէ, բայց դուք չեք ասում, որ դա ինքն էր եւ դրա համար պետք է օրինակ գետինը մտներ։ Չեմ ուզում, ասում եմ, այն ինչ որ տարածվել է, դա պիտի բավարար լիներ, որպեսզի եկեղեցին, կաթողիկոսը քայլեր ձեռնարկեին եւ ինքը Արշակ Սրբազանը լրագրողներին ոչ թե բացատրություն տար, ոչ թե հերքեր, ինքը ուղղակի չպիտի հայտնվեր Մայրաթորի Բաքվում, որպեսզի պարզաբանում տար։ Ես գիտեմ, որ Արշակ Սրբազանը ուզում է հեռանալ, գիտեմ, որ վեհապարը համաձայն չի, հույս ունեմ, որ կլինի այդ որոշումը, որտեղ վեհապարը կարծում է, որ Արշակ Սրբազանի հեռանալը իր դիրքերը կթուլացնի։ Կա այդտեղ բացատրություն, բայց ես կարծում եմ, որ ավելի ողջախոհ պատասխանատու եպիսկոպոսները ավելի
մեծ աչալրջությամբ կմոտենան իրենց կոչմանը, ի վերջո ավետարանն ասում է, որ իրենք եկեղեցու իշխաններն են, եւ կաթողիկոսն էլ ընդամենը եպիսկոպոսապետ է, այսինքն առաջինը բոլոր եպիսկոպոսների մեջ, եւ եպիսկոպոսները պիտի քայլ անեն։ Ես հանդիպեցի նաև արտերկրից եկած եպիսկոպոսների, շատ լուրջ մտահոգություններ կան այս իրողությունների մասին, սփյուռքը ցնցումների մեջ է։ Արամ կաթողիկոսն է ձեռքերը տաքացնում այս պայմաններում, ինքը մտածում է, որ իր համար ասպարեզ է բացվում մայրաթոռում, ինչը պիտի թույլ չտանք ոչ մի դեպքում։ Սա պիտի լինի բացառապես մայրաթոռի ներքին կանոնական հարց։ Ոչ քաղաքական իշխանությունը, ոչ իրավապահները գործ չունեն։ Չէ, ես կարծում եմ, որ այնտեղ գիտակցում կա, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ միասնականությունը նաև մայրաթոռի։ Որ մեկներ, որ ասում էր դա սրբապղծություն չի պատարակ, Բալթյան պետությունների առաջնորդներ մայրաթոռի արդեն պարակտում է դա։ Չէ, պարակտում չկա։ Չէ, կաթողիկոսն ասում է սրբապղծությունը է։ Դե ես չգիտեմ, բայց Վազգեն Միրզախանյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդին եւ կարծեմ նվիրապետության ամենակարկառուն, ամենանվիրյալ հոգևորականներից է, ուղղակի այդպես է մտածում։ Այդպես մտածում են նաև ուրիշ սրբազաններ։ Ես կարծում եմ, որ սա երկխոսությամբ սրբազաններից մեկն էլ կողմ չէր եղել, որ այդ հոգևոր Արամին բան անեն, կարկալույց հրճակեն, այսինքն արդեն ինչ որ այսպես պարակտման նշաններ են։ Ես կարծում եմ, որ իրենք բոլորն էլ հասկանում են եկեղեցու միասնականության կարևորությունը։ Ես որևէ կերպ չեմ կարող հավատալ, որ եկեղեցում կարող են եպիսկոպոսներ գտնվել, ովքեր ինչ որ գործողություն կանեն, որի արդյունքում կարող է տրոհում առաջանալ եկեղեցու նվիրապետության մեջ, մայրաթոռի հավաքական միասնականության մեջ։ Բոլորն էլ հասկանում են, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի այդտեղ տրոհում չլինի, խժդժություն չլինի, ինչ էլ որ տեղի ունենա, մաքսիմալ եւ առավելապես արվելու է, որպեսզի հայ եկեղեցին մնա անսասան, մենք խաղաղություն վերագտնենք եւ մեր կապը, մեր առնչությունը, մեր որդիական զգացողությունները հայ եկեղեցուն որևէ կերպ չվնասվեն։ Հիմա ելքը տեսանելի է ձեզ համար այս ամեն ինչ։ Այո, ավելի շատ քան էր նախկինում, որտեղ տեսնում եմ նաեւ, որ այդ խումբը եպիսկոպոսների ավելի ու ավելի շատանում է։ Նրանք կաթողիկոսին դեմ են դուրս եկել այդ խումբը։ Նրանք այս վիճակը հաղթահարելու ճանապարհներ են տեսնել։ Լուծումը ո՞րն է նրանց։ Ես կարծում եմ, որ ինչ որ մի պահի պիտի հասունանա նաև վեհապարին խնդրելու, որպես ինքը հանգստի մեկնի։ Սրան այլ ընտրանք չկա։ Վեհապարն ասում է եկեղեցին անսասան է, անկախ իշխանության այս հակաեկեղեցական արշավը։ Ես կասկած չունեմ, որ անսասան է եւ իր հանգստի գնալով չի սասանվելու եկեղեցու ուրեմն հիմքերը։ Բայց ասում տպավորություն չէ։ Անսասան է հենց եպիսկոպոսներով, անսասան է նաեւ եպիսկոպոսների պատասխանատվությամբ, անսասան է։ Այդ հանդիպումը ակտուալ է դեռ, թե չեղարկվել է վերջնական Փաշինյանի։ Ես գիտեմ, որ այդպիսի հանդիպման հնարավորություն է եղել անցյալ շաբաթ Գերագույն հոգևոր խորհրդի նիստերի ընթացքում։ Վեհապարը դեմ է եղել, եպիսկոպոսները անսացել են վեհապարի այդ դիրքորոշմանը։ Հիմա կարծես այլևս եպիսկոպոսները որոշել են ինքնուրույն որոշում կայացնել եւ հանդիպել եւ ստեղծել մի իրավիճակ, որտեղ վեհապարը եւս այդ հանդիպման մեջ չի տեսնի խնդիր, հակառակը իսկապես ելքեր կգտնվեն ու կարծես նաեւ քաղաքական իշխանության մոտ կա պատրաստակամություն ընդառաջ գնալու եւ թույլ տալու, որպեսզի այս ճգնաժամը հաղթահարվի եկեղեցու ներսի ուժերով, եպիսկոպոսների գիտակցմամբ եւ անմիջական առաջնորդությամբ եւ մասնակցությամբ։ Շնորհակալություն, պարոն։ Ես եմ շատ շնորհակալ։